Запись, все работает. 8 глава с 1 по 6 стихи. 8-րդ գլուխ 1-ից 6-րդ խոսքերը։ В этом отрывке мы видим славу нового святилища. Այս հատվածում մենք տեսնում ենք նոր սրբարանի փառքը И истина из Скинии. եւ ճշմարիտ խորանի։ Кто-то проснулся сегодня утром со словом первосвященник, нет? Այսօր որևէ մեկը այդ քահանայապետ բառը մտքում զարթնել եք, չէ՞ ոչ մեկը։ Нет. Нет. Я тоже не проснулся. Ես էլ չեմ։ Не Может проснулись? быть, пастора? Ну, с этим словом. Да. Ես էլ չեմ զարթնել այդ բառով։ И со словом Скиния я тоже не просыпался еще никогда. Դեռ չի էլ պատահել, որ խորան բառը մտքից զարթնեմ։ Но это то, что волновало читателей, к которым обращается автор послания к евреям. Բայց սրանք այն բաներն են, որոնք անհանգստացնում էին Եբրայեցիս նամակի հասցեատերերին։ И мы должны понимать, что эти традиции, которые они соблюдали, и система поклонения, она длилась 1400 лет. Բայց պետք է հասկանալ, որ այս ավանդույթները, որ նրանք պահել էին եւ այդ զոհաբերությունների համակարգը, որ իրենք ունեին, 1400 տարի դա շարունակվել էր։ И нарушить это или допустить мысль, что теперь это нужно оставить, это как-то странно. Ու դա խախտելը կամ ասենք այն միտքը թույլ տալը, որ հիմա սա պիտի փոխվի, դա շատ տարօրինակ բան հնչեր նրանց համար։ Я помню в церкви пастор, с которым я служил, решил начать служение немножко по-другому, как обычно. Հիշում եմ մի եկեղեցում, որտեղ ծառայում էի, հովիվը որոշեց սովորականից տարբերվող մի ձևով սկսել ծառայությունը։ Обычно мы молились, потом пели псалом, потом читали отрывок из Библии. Սովորաբար աղոթում էինք, մի սաղմոս էինք երգում, հետո Աստվածաշնչից մի հատված էինք ընթերցում։ И несмотря на то, что мы были недавно организованная церковь, это была наша традиция. Եվ քանի որ այդքան էլ երկար ժամանակվա ձևավորված եկեղեցի չէինք, բայց դա արդեն մեզ համար ավանդական էր դարձել։ Но в это воскресенье он решил сделать наоборот. Сначала спеть псалом, а потом помолиться. Բայց այդ Կիրակի նա որոշեց հակառակ հերթականություն, նախ սաղմոս երգել, հետո աղոթել։ И моя родная сестра, она сидела в первом ряду. Եվ հարազատ քուրս, որ нստած էր առաջին շարքում, И мы начали петь псалом, и она показывает, значит, пастору, это ж помолиться, помолиться. ու մինչ մենք այդ սաղմոսը սկսել ենք երգել, քուրս ձեռքով էսպես նշան է անում, որ աղոթքը։ Мы нарушили систему просто. Մենք ուղղակի համակարգը խախտել էինք։ Но Бог говорит, что вот эта система священническая, закон, это устарело. Եվ Աստված ասում է, որ այդ քահանայական, այդ օրենքի քահանայական համակարգը հնացել է։ Поэтому допустить мысль, что система Моисея, она устарела, это как-то трудно с этим согласиться. Եվ հիմա եթե պետք է այն մտքի հետ համաձայնվել, որ Մովսեսի դրած այդ օրենքի համակարգը փոխվում է, դժվարին մի բան է դառնում։ И поэтому автор, он помогает читателям начать мыслить по-новому. Ոստի հեղինակը օգնում է ընթերցողին, որ իրենք սկսեն նոր ձևով մտածել։
И он показывает, что то, что предлагается нам в Иисусе Христе, это лучше, это превосходнее. Եվ նա ցույց է տալիս, որ այն, ինչ մեզ առաջարկվում է Հիսուս Քրիստոսի մեջ, դա ավելի լավն է, դա ավելի գերազանց մի բան է։ И поэтому то, что нам дается в Иисусе Христе, это является исполнением Божьего плана. Ոստի այն, ինչ մեզ տրվում է Հիսուս Քրիստոսում, դա Աստծո ծրագրի իրականությունն է հանդիսանում։ Я недавно видел ролик, как родители разыграли своего сына на день рождения. Ես վերջերս մի հոլովակ տեսա, թե ինչպես էին ծնողները հետաքրքիր մի բան արել իրենց որդու ծննդյան կապակցությամբ։ Он открыл коробку, и там модель мотоцикла синего цвета. Նա բացում է տուփը եւ այնտեղ տեսնում է կապույտ գույնի մոտոցիկլի մոդելը։ И он рад, потому что, ну, он хотел иметь такой мотоцикл. Նա ուրախ է, որովհետեւ ուզեցել էր այդպիսի մոտոցիկլ ունենալ։ И его спрашивают, это то, что ты хотел? Նրան հարցնում են. «Սա է քո ուզածը»։ И он говорит, да, да, я, конечно, рад. Правда, я хотел красный. Ասում է. «Այո, այո, իհարկե, ես շատ ուրախ եմ, ես ուղղակի կարմիրն էի ուզում»։ Но он не видит, что сзади настоящий красный стоит мотоцикл. Բայց ինքը չի տեսնում, որ հետևի մասում իրական մոտոցիկլը կարմիր գույնի կանգնած է։ А это только модель. Իսկ սա ընդամենը իրեն բերված մոդելն էր։ И это то, что, по сути, автор послания к евреям говорит, что скиния, которую была при Моисее, это только маленькая модель того, что на самом деле происходит. Եվ սա նույն բանն է, ինչ որ Եբրայեցիս հեղինակն ասում է լսարանին, որ այն խորանը, որ կա, իրականում դա պարզապես մոդելն է այն իրականի, որ մեզ համար գալիս է։ Ну, нельзя сказать, что эта модель плохая какая-то или еще что-то. Չի կարելի ասել, որ այս մի մոդելը վատն է։ Ну, она отражает какую-то действительность, но реальность лучше. Եվ իհարկե այս մոդելը կամ օրինակը արտացոլում է ինչ որ բանը իրականությունից, բայց իհարկե իրականությունը ավելի лавն է։ Поэтому на протяжении всего этого послания автор, он просит читателей, чтобы они не отвергали предложенное спасение. Ոստի ամբողջ այս նամակի ընթացքում շարունակում է հեղինակը խնդրել, որ իրենց առաջարկվող նոր այս փրկությունը հանկարծ չմերժեն։ Поэтому в 8 главе он продолжает свои аргументы, показывая абсолютное превосходство Иисуса Христа. Ոստի 8-րդ գլխում նա շարունակում է բերել իր փաստարկները, որպեսզի ցույց տա Հիսուս Քրիստոսի գերազանցությունը։ Для иудеев, которые поклонялись в Иерусалиме, храм был сердцем и центром религии. Հрյաների համար, ովքեր Երուսաղեմում էին իրենց երկրպագությունը իրականացնում, նրանց համար տաճարը իրենց հավատի կենտրոնն ու սիրտն էր։ И поэтому с 7 по 13 стихи автор рассказывает о славе Нового Завета, в котором мы живем. 7-ից 11-րդ խոսքերում հեղինակը ներկայացնում է նոր ուխտի փառքը, որում մենք ենք ապրում։ А с 1 по 6 он прежде сначала рассказывает нам о новом святилище, в котором служит Христос наш Господь. Իսկ 1-ից 6-րդ խոսքերում նա ներկայացնում է այդ արդեն եկած նոր սրբարանը, որում մեր Տեր Հիսուսն է ծառայում։ Поэтому первое описание, которое мы находим, это в первых 2 стихах.
Առաջին նկարագրությունը առաջին երկու խոսքում ենք տեսնում, Прочитайте. ընթերցենք, Արդ մեր ասածների բովանդակությունն այս է. մենք ունենք այնպիսի մի քահանայապետ, որ երկնքում գերազանցության գահի աջ կողմում է նստած, պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ Поэтому мы здесь видим управляющего этим святилищем. Այստեղ մենք տեսնում ենք այդ սրբարանում կամ դրա վրա ղեկավարողին, То есть был первосвященник в Ветхом Завете, кто управляет этой скинией? եւ կար հին ուխտում քահանայապետ եւ ով էր այդտեղ ղեկավարողը խորանում, Մարդը человек, Человек. Ну, это человек, но это Иисус Христос. մարդը, բայց դա Иисус Քրիստոսն է։ Вы Это, спрашивали в Ветхом Завете, ну, в Ветхом кто управляет? Завете это был, ну, понятно, что это был человек, первосвященник. Вопрос был про Ветхий Завет, поэтому, ага. Мгм. Но мы видим, что Христос является тем, кто устраивает все. Բայց մենք տեսնում ենք, որ Քրիստոսն է այն մեկը, ով էս ամեն ինչը կարգավորում է։ И снова же понятие первосвященника напоминает нам о том, что мы нуждаемся в посреднике. Եվ նորից այդ գաղափարը, որ կա քահանայապետ, նշանակում է, որ մենք միջնորդի կարիք ունենք։ И конец 7 главы показывает, что наш посредник обладает уникальными качествами. Եվ 7-րդ գլխի վերջը ցույց է տալիս, որ մեր միջնորդը յուրատեսակ հատկանիշներ ունի։ Поэтому сейчас наш первосвященник на небесах. Ուստի հիմա մեր քահանապետը երկինքներում է։ И он занял особое положение. Եվ նա հատուկ դիրք է այնտեղ զբաղեցրել։ Что означает одесную? Ինչ է նշանակում աջ կողմում։ իշխանության նշանն է հավասարության հորը։ Знак власти и равенства с отцом. Есть более высшее положение? Դրանից ավելի բարձր դիրք կա։ Нет. Нет. И Ոչ։ мы видим, что Иисус Христос, Он сочетает в себе два качества, как Мелхиседек. Ու մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսը իր մեջ կրում է երկու հատկանիշներ, ինչպես Մելքիսեդեկը, Он сам является царем, и также он նա является священником. նա հենց ինքը թագավոր է եւ ինքը նաեւ քահանա է։ Поэтому он тот священник, о котором Бог говорил, что он должен прийти. Այն քահանան, որ ասված էր, որ պիտի գա։ И факт того, что он восседает, говорит о том, что он уже совершил определенное служение. Եվ այն փաստը, որ ինքը արդեն նստած է, դա նշանակում է, որ այդ որոշակի ծառայությունն արդեն կատարել է։ И когда говорится о скинии, мы понимаем с вами, что в Ветхом Завете в начале народ Божий путешествовал, и скиния представляла собой палатку. Եվ երբ որ ասում է խորան, մենք հասկանում ենք, որ Աստծո ժողովուրդը սկզբում ճամփորդում էր եւ այդ խորանը իրենից ներկայացնում էր այն վրանը։ И после того, когда царь Давид сделал приготовление, потом его сын Соломон построил храм.
Եվ այն բանից հետո, երբ որ Դավիթ թագավորը նախապատրաստական աշխատանքները կատարեց, դրանից հետո նրա որդի Սողոմոնը կառուցեց տաճարը։ Поэтому он не говорит о святилище храма в Иерусалиме. Иисус священник в совершенно ином царстве. Ուստի նա չի խոսում այդ խրամի այդ տաճարի սրբարանի մասին այնտեղ որ կար, այլ որ Հիսուս Քրիստոսը բոլորովին ուրիշ սրբարանում է ծառայում։ Поэтому он является э, э, святилищем небесного храма истинной скинии. Ուստի նա հանդիսանում святилище или Второй стих. Да, у нас որպես պաշտոնյա սրբարանի եւ ճշմարիտ խորանի նա հանդիսանում է որպես պաշտոնյա սրբարանի եւ ճշմարիտ խորանի։ И мы видим, что скиния в Ветхом Завете, она была достаточно сложная. Մենք գիտենք, որ այդ հին ուխտի խորանը բավականին բարդ էր, чтобы переносить, обслуживать и поставить скинию, нужно было много левитов и священников. եւ որպեսզի այդ խորանը տարվեր, նրանում ծառայությունը կատարվեր, տեղափոխվեր, դրա համար մեծ թվով ղևտացիներ էին պետք։ Но в контраст всему этому мы видим, сам Господь воздвиг и поставил ее. Եվ ի հակադրություն дրա մենք տեսնում ենք, որ Տերը ինքը կանգնեցրել է դա, ինքն է դա ստեղծել։ В третьем стихе мы видим описание жертвоприношения. Երրորդ խոսքում մենք տեսնում ենք զոհաբերության կատարման նկարագրությունը։ И говорится о том, что как обычный священник, он должен был приносить дары и жертвы, и, следовательно, этот должен был принести что-то. Եվ այստեղ ասվում է, որ ինչպես որ սովորական քահանան պետք է այդ զոհը պատարակները մատուցեր, ուրեմն այս մեկն էլ պիտի նման բան անի։ И у нас есть детальное описание служения священников в Пятикнижье. Եվ մենք հնգամատյանում այս խորանի ծառայողների սպասավորության մանրամասն նկարագրությունը ունենք։ Вопрос, какие жертвы Христос приносит? Եվ հարցը հիմա սա է. Քրիստոսը ինչ զոհեր է բերում։ И мы уже с вами прочитали 7 глава 26-28 стихи. Եվ մենք արդեն միասին ընթերցեցինք 7-րդ գլխի 26-ից 28-րդ խոսքերում։ Он предложил себя. Նա ինքը իրեն մատուցեց։ Поэтому в одно и то же время он и жертва, и он и священник. Ստացվում է, որ նա միաժամանակ թե քահանա է եւ թե այդ զոհն է։ И поэтому в 27 стихе 7 главы говорится о том, что ему не нужно снова себя приносить постоянно в жертву. Դրա համար 27-րդ խոսքում մենք կարդում ենք, որ այլևս կարիքը չկա, որ ինքը իրեն նորից զոհ բերի, որպես պատարակվի։ Но он сделал это раз и навсегда. Եվ նա դա կատարեց մեկ անգամ եւ ընդմիշտ։ И это идет, скажем так, вразрез, опять же, представлению евреев. Եվ նորից նման բանը հрьяաների հասկացողության համեմատ կարծես հակասություն էր, Потому что жертвы совершались каждый день и ежегодно раз в год в день очищения. որովհետև զոհաբերությունները կատարվում էին ամեն օր
Եվ տարին մեկ անգամ այդ սրբագործման ծեսերի ժամանակ Но сегодня есть традиционные церкви, которые также ставят под вопрос достаточность жертвы Иисуса Христа. բայց այսօր կան ավանդական եկեղեցիներ ставят под вопрос Ну, католики, когда они совершают мессу, կան ավանդական եկեղեցիներ, որոնք իրենց որոշակի ծեսերով կարծես կասկածի տակ դնեն Հիսուս Քրիստոսի զոհի բավարարությունը, օրինակ կաթոլիկները они верят, что совершая это установление причастия, что месса это жертва Иисуса Христа. իրենք այսպես են պատկերացնում, որ այդ իրենց ծեսը, այդ մեսան, որ իրականացնում են ու այդ հաղորդությանը մասնակցում են, պատկերացնում են, որ դա Հիսուս Քրիստոսի զոհն է։ Поэтому автор послания к евреям не один раз говорит о том, что жертвы достаточно, и это раз и навсегда. Եվ Եբրայեցիս նամակի հեղինակը մեկից ավել անգամներ նշում է, որ մեկ անգամ այդ զոհաբերությունը արված է եւ դա լիովին բավարար է։ Поэтому мы видим при первом описании, первые два стиха, Христос выступает как Господь. Այս առաջին երկու խոսքերում, որպես առաջին նկարագրություն, Հիսուսը հանդես է գալիս որպես Տեր, Второе, рассматривается святилище, скажем так, как в спектре жертвоприношения. եւ այս պաշտոնյա սրբարանի ասվածը որպես այդ զոհաբերությունն է դիտարկվում А с 4 по 6 стихи мы видим с вами сущность нового святилища или природу нового святилища. եւ 4-ից 6-րդ խոսքերում տեսնում ենք էությունը եւ բնույթը նոր այդ սրբարանի И снова он проводит параллель между святилищем Ветхого Завета и тем, что на небе. Եվ նորից զուգահեռներ է տարվում հին ուխտի սրբարանի եւ այն բանի հետ, որը երկնքում է։ Если бы он оставался на земле, то не был бы священником, потому что здесь такие священники, которые по закону приносят дары. Եթե 4 նա стих. եւ 4-րդ խոսքում, եթե նա երկրի վրա լիներ, քահանա չէր լինի, քանի որ դեռ կային նրանք, ովքեր ըստ օրենքի պատարագ են մատուցում։ И согласно 5 стиха, эти священники, они служат по образу и тени небесного. Եվ համաձայն 5-րդ խոսքի, այդ քահանաներն էլ ծառայություն են կատարում երկնային բաների օրինակով ու շուքով։ Поэтому, как сказано было Моисею, когда он приступал к совершению скинии, смотри, сделай все по образу, показанному тебе на горе. Ոստի երբ որ Մովսեսին պատվեր հրաման տրվեց, որ ինքը խորանը կառուցի, նրան ասվել էր, որ տես, որ ամեն ինչ կատարես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց։ Поэтому мы видим, что от Моисея требовалось в том, чтобы он как можно точнее передал то, что он видел. Եվ տեսնում ենք, որ Մովսեսից պահանջվում էր, որ ինքը ինչ որ տեսել էր, ամենայն ճշգրտությամբ դա վերարտադրեր։ И, следовательно, это представляет собою копию. Եվ հետևաբար դա իրենից ներկայացնում էր կրկնօրինակը։ Земная скиния – это копия или образ небесной реальности. Երկրային խորանը դա կրկնօրինակը կամ նմուշն է երկնային իրականության մեջ եղողի։ Есть такая машинка, но на улице стоит побольше. Այս իր ցույց տված այս մեքենայի նմանը կա, բայց փողոցում սրանից ավելի մեծն է կանգնած։
И поэтому вся эта система, это как тень. Ոստի այդ ամբողջ համակարգը դա շուքի նման է։ Колоссянам 2, 16, 17 Павел говорит, что все эти праздники, субботы, это все тень, тень будущего. Պողոսացիների երկրորդ գլխի 16-17-ում Պողոսը ասում է, որ այդ ամեն ինչը որ կա, դրանք ապագայի ընդամենը շուքն են։ М. Прочитать нам или Не-не-не, хорошо. сейчас я смотрю. И вот это утверждение относительно того, что это тень и образ, это не только Новый Завет говорит. Այս միտքը, որ դա ընդամենը նմուշը կամ շուքն է, օրինակը կամ շուքն է, էլի ասվում նոր կտակարանում։ Читая Исход 25 главу, мы можем видеть термины и слова, которые также указывают на то, что скиния является этим образом определенной реальности. Եվ կարդալով Ելից 25-րդ գլուխը հասկանում ենք, որ այդ խորանը իրենից ներկայացնում է այն օրինակը, որը ունի իրականությունը երկնքում։ Поэтому Бог на время сказал, что благодаря вот этой системе вы можете приходить ко мне и поклоняться. Որոշ ժամանակով Աստված կարծես ասաց, որ ահա կա այս համակարգը եւ դուք սրա միջոցով կարող եք գալ ինձ մոտ И все եւ детали были երկրպագել։ важны в Ветхом Завете. Հին կտակարանում այդ բոլոր մանրամասնությունները կարևոր էին։ Ну, невозможно отклониться. Бог определяет путь, каким образом человек может приступать к Богу. Եվ дրանից չի կարելի շեղվել, որովհետև Աստված ինքն է ցույց տալիս ճանապարհը, որով կարելի է գալ իր մոտ։ Ну, то же самое касается и нового священства. Նույնը վերաբերվում է նաև այս նոր քահանայությանը։ Бог диктует, как к нему следует прийти. Աստված է թելադրում, թե ինչպես է պետք իր մոտ գալ։ Иоанна 14:6 Я есть путь, истина и жизнь, никто не приходит к Отцу, как только через меня. Հովհաննես 14:6-ն ասում է. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը, ոչ ոք չի կարող գալ հոր մոտ, այլ միայն իմ միջոցով։ Поэтому священство Христа, оно является снова лучше. Ոստի նորից Քրիստոսի քահանայությունը ավելի լավն է համարվում։ Он лучшего он ходатая завета сделался, который утвержден на лучших обетованиях. Стих какой вы читали? 6, если не ошибаюсь, да, 6. Եվ ասում է 6-րդ խոսքը, բայց հիմա Հիսուսն ավելի բարձր ծառայության հասավ, քանի որ միջնորդ է ավելի լավ օգտի, որը օրինադրվել է ավելի լավ խոստումների վրա։ С 7 стиха по 13 мы видим славу Нового Завета. 7-ից 13-րդ խոսքերում մենք տեսնում ենք նոր ուխտի փառքը։ И аргумент какой, что Ветхий Завет, он имел недостатки. Եվ որն է այստեղ փաստարկը, այն որ հին ուխտը թերություններ ուներ։ Я не знаю, слышали вы о скандале с телефонами Apple? Չգիտեմ դուք լսել եք Apple հեռախոսների հետ կապված սկանդալի մասին։
Там несколько лет назад люди стали жаловаться, что через какое-то время их телефоны начинают работать медленнее. Մի քանի տարի առաջ մարդիկ բողոքել էին, որ հեռախոսը օգտագործելուց մի քանի տարվա մեջ այն սկսում է ավելի դանդաղ աշխատել, И батарея разряжается и так далее. որ մարդկոցը շատ արագ է նստում, Слышали, да? լսել եք այդպիսի բան։ А зачем это делали? Люди, Ну зачем да. жаловались? Ну, Ինչու сама, էին այդ մարդիկ բողոքում։ ну, сама компания встроила, скажем так, запланированное ухудшение телефона. Փաստորեն ընկերությունը ինքը հեռախոսի մեջ կարծես պլանավորած դրած լիներ այն, որ գնալով վատթարանա հեռախոսը։ Чтоб новую купили։ Правильно? Ասում են, որ նորը գնեն։ Э, э, Ну, это, конечно, не очень приятно покупателям, да? Իհարկե դա այդքան էլ հաճելի չի գնորդի համար, И поэтому, ну, люди выражали недовольство. ուստի մարդիկ իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Но это так делает не только Apple. Բայց այդպես է վարվում ոչ միայն Apple-ը, Производители машин тоже так делают, некоторые. մեքենաներ, որոշ մեքենաներ արտադրողներ նույնպես այդպես են անում։ Это так называемое запланированное устаревание машины. Դա այսպես կոչված նախապես ծրագրավորված մեքենայի հին դառնալու մի որոշում է։ И также часто маркетологи, они делают так, что вот в этом году вот эта машина модная, но в следующем году она уже выйдет из моды, надо купить что-то другое. Եվ հաճախ մարքետոլոգներն էլ են այդպես անում, որ հիմա այս տարի այս մեքենան է մոդայիկ, բայց հաջորդ տարի այլևս մոդայիկ դա չի լինի, ուստի ձեզ մի ուրիշ բան է գնել։ Но в Писании мы находим, что Бог целенаправленно встроил в систему Ветхого Завета то, что она не будет работать долго. Բայց Աստվածաշնչում մենք տեսնում ենք, որ Աստված նպատակասլաց ձևով հին ուխտում մի համակարգ էր ստեղծել, որը շատ երկար ժամանակ չէր գործելու։ Для чего это сделать? Чтобы показать, что есть что-то лучшее. Եվ ինչու էր այդպես արվել, որպեսզի ցույց տար դրանից շատ ավելի լավ մի բան։ Ну, я не знаю, насколько это будет правильным сравнением в этом плане, но когда Бог сотворил Գիտեմ այս Адама, բանը որքանով ճիշտ համեմատություն կլինի, когда Бог говорил Адаму, сотворил Адама, երբ որ Աստված ստեղծեց Ադամին, перед тем, как привести Еву, он вначале привел животных. նախքան Եվային ստեղծելը Աստված նախ կենդանիներին բերեց, Для чего? ինչու։ Ինչ, Որ հետո ասի ավելի լավը կա։ чтоб потом сказать, что есть лучшее, Ну, чтобы сам Адам увидел, что что-то ему не хватает. որպեսզի Ադամն ինքը տեսներ, որ իրեն մի բան պակասում է։ Ну, я не думаю, что в истории с Адамом это точная параллель, но, скажем так, идея, Չեմ которая мне մտածում, пришла որ сейчас в голову. իրոք ճիշտ զուգահեռ էր սա, ուղղակի այս բանը մտքովս հիմա անցավ։ Դա ճիշտ Очень правильно։
Ну, Հովնան գավառի։ ну, интересно. Ну, я бы не умирал за эту доктрину. Բայց ասեմ, կյանքս չէի տա այս За это վարքագծության сравнение. համար, այս Իահանը համեմատության համար։ Ահա։ Э, 8 стих. Но пророк, укоряя их, говорит: вот наступают дни, говорит Господь, когда я заключу с домом Израиля и с домом Иуды Новый Завет. Եվ նրանց հանդիմանելով Մարգարեն ասում է. ահա օրեր կգան, ասում է Տերը, երբ ես Իսրայելի տան եւ Հուդայի տան հետ նոր ուխտ կկատարեմ։ Поэтому, согласно 8 стиха, Бог задолго сказал, что будет Новый Завет. Համաձայն այս խոսքի Աստված երկար ժամանակ դրանից էլ առաջ ասել էր, որ նոր ուխտ է լինելու։ Но опять же, нужно понять, что этот сосед, он просто влюбился в свою старую машину. Բայց нորից այն նույն օրինակին վերադառնանք, որ այդ հարևանը սիրահարված էր իր հին մեքենային։ И она уже, скажем так, еле ездит, надо все менять. Он ее обнимает и плачет. Ему говорят: вот рядом новая стоит. Այս մեքենան արդեն այնքան հին է, անընդհատ մի բան պիտի սարքես, որ առաջ գնաս, բայց ինքը գրկած այդ հին մեքենացում է, իսկ իրեն ասում են, ահա, այստեղ նորն է կանգնած։ Мы видим, что обещание Нового Завета, стих 9-10, говорит о совершенно, скажем так, новой природе этого соглашения. Բայց 9-րդ 10-րդ խոսքերում տեսնում ենք, որ այդ նոր ուխտի մասին խոսքը բոլորովին նոր համաձայնության մասին էր։ Если при Первом Завете заповедь была написана внешне на камне, то теперь она будет внутри. Եթե առաջին ուխտի ժամանակ պատվիրանը գրված էր արտաքին ինչ որ քարի վրա, բայց հիմա դա գրվելու է ներսում։ И люди сами будут знать Господа. Եվ մարդիկ իրենք են անձամբ ճանաչելու Աստծուն։ И в 11 стихе не будет необходимости в том, чтобы призывать людей к тому, чтобы они познали Господа. Եվ 11-րդ խոսքում ասում է, եւ նրանցից յուրաքանչյուրը իր համակարգացուն չպիտի ուսուցանի, որ Տիրոջը ճանաչեն։ И это говорит снова о радикальной разнице между тем, что было в Ветхом Завете, и что мы наблюдаем в новом взаимоотношении с Иисусом. Եվ սա դարձյալ խոսում է այն արմատական, այն խորը տարբերության մասին, որ եղել էր հին ուխտի ժամանակ եւ հիմա պետք է նորը գար նոր ուխտում։ И поэтому мы видим потребность в этом тексте, но в Новом Завете, Այս природу տեքստում Нового մենք Завета. տեսնում ենք նոր ուխտի пահանջը, նոր ուխտի բնույթը, Мы видим, что Новый Завет, 12 стих, обеспечит решение проблемы греха. եւ տեսնում ենք, որ նոր ուխտը ինքը արդեն կապահովի մեղքի հարցը, դրա լուծումը, И в 13 стихе мы видим близость Нового Завета, что он скоро придет. եւ 13-րդ խոսքում տեսնում ենք նոր ուխտի այդ մոտ լինելը, որ այն շուտով կգա։ И говоря новый, он показал ветхость старого. Եվ այստեղ ասվում է, որ նորի մասին խոսելով նա ցույց էր տալիս, որ հնանում է ու ծերանում հին ուխտը։ Поэтому это не просто старый, а тот, который, знаете, уже распадается. Ուստի դա ոչ միայն հին է, այլ արդեն այնպեսին է, որ լրիվ անհետանում քայքայվում է։
Поэтому это как, опять же, вот это запланированное устаревание. Նորից այդպես կարող ենք ասել, որ ծրագրված ձևով հնացումն է գնում։ И тут нужно поговорить немножко о таком вопросе, с кем заключил Бог Новый Завет. Եվ այստեղ պետք է խոսել այն հարցի մասին, թե Աստված նոր ուխտը ում հետ կնքեց։ Это вопрос? Угу. Есть ответ. Какой? Պատասխանը կա։ Իսրայելի հետ եւ С Израилем и ժողովրդի։ с народом. С Израилем и с народом? Իսրայելի եւ Իուդի։ եւ Հուդայի։ Այո։ Ահա։ Иуди. Մենք ասեցինք կա պատասխանը, բայց չասեցինք ճիշտ պատասխանը կա։ Мы сказали, что есть ответ, но мы не сказали, что есть правильный ответ. Это как мы с женой знаем ответы на все вопросы. Она говорит да, я говорю нет. Ես ու կինս բոլոր հարցերի պատասխանները ունենք։ Նա ասում է այո, ես ասում եմ ոչ։ Новый Завет, он нигде в Ветхом Завете не говорится про церковь, и у нас нет утверждения, что Новый Завет заключен с церковью. Հին ուխտում երբեք չի խոսվում եկեղեցու մասին, որ մենք իմանանք նոր ուխտը կնքվելու է եկեղեցու հետ։ И церковь это не Израиль. Եվ եկեղեցին դա Իսրայելը չէ։ И церковь, она не, скажем так, стала выше Израиля или превзошла Израиль. Եվ այսպես ասենք, որ եկեղեցին ոչ վեր է, ոչ էլ գերազանցել է Իսրայելին։ Но церковь частично, скажем так, пользуется некоторыми благословениями Нового Завета. Понимаете? Ձեզ մոտ էլա ձգվելով լսվում, թե մենակ ես եմ ես ձև լսում։ Չէ, մեր մոտ լավ է лысվում։ Инձ мод ми ձևի ձգվեց։ Можно повторить? У меня как-то продленный. Ага. Да, церковь частично пользуется некоторыми обещаниями Нового Завета. Եկեղեցին մասնակիորեն օգտվում է նոր ուխտի որոշակի խոստումներից։ Помните, Павел говорит в Римлянам 11 глава 17 стих, что некоторые ветви отломились, а мы, дикая маслина, привилась на место. Հիշում եք Պողոսը Հռոմեացիս 11-17-ում ասում է, որ այդ ծառի որոշ բնական ճյուղերը կտրվեցին, իսկ մենք որ վայրի ձիթենի ենք, մենք պատվաստվեցինք։ Поэтому исполнение Нового Завета в полной силе произойдет при втором пришествии Иисуса Христа. Ուստի նոր ուխտի իրականացումը իր լիարժեք ձևով կիրականանա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ։ Но верующие, которые принадлежат церкви, разделяют некоторые духовные благословения. Բայց հավատացյալները եկեղեցու այդ հոգևոր օրհնությունների մի մասը հիմա արդեն վայելում են։ Когда начался Новый Завет? Երբ է սկսվել նոր ուխտը։ Հիսուսի խաչելությունից սկսած, էլի, իսկ երբ որ արյունը թափվեց։ Начиная с крещения
когда Христос уже пролил свою кровь на кресте, с этого момента. Э, Евангелие от Луки Ահա, Ղուկասի ավետարան 22:20. 22:20 Պրինցիպը ճիշտ է, Ղուկաս 22:20։ բացում ես, չէ՞, Հովնա։ Երբ լեքսիկից հետո բաժակը վերցեց, հա, ասեցի, չէ, ու ասաց, այս բաժակը մորուքն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Здесь мы видим, Христос, он заявляет, что вот это новое соглашение, оно основывается на пролитой крови. Այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը հայտարարում է, որ ահա այդ նոր համաձայնությունը, այդ նոր ուխտը, որ պիտի գա, որը նվում է իր հեղված արյան вրա։ И во 2 Коринфянам 3:6 Павел, он говорит о себе как о служителе Нового Завета. Եվ երկրորդ Կորինթացիների 3:6-ում Պողոսը իր մասին խոսում է որպես նոր կտակարանի սպասավոր։ Поэтому и Павел ставит это в контраст букве нового, жить по букве закона Моисеева. Եվ Պողոսը դա հակադրում է Մովսեսական օրենքի տառով ապրելու հետ։ То не делай, это не ешь, туда не ходи. Սա մի արա, դա մի կեր, այդտեղ մի гна, Это не суть Нового Завета. դա չէ նոր ուխտի բնույթը։ В центре внимания это сила Божьего Духа, которая преображает и меняет сердце. Այստեղ ուշադրության կենտրոնում Տիրոջ խոսքն է, որ վերափոխում է եւ սրտեր է փոխում։ Поэтому через веру в Господа Иисуса Христа и Его пролитую кровь мы с вами можем войти в сферу, где можем разделить эти благословения. Ոստի հավատով եւ Հիսուս Քրիստոսի հեղած այրյան հիմքի վրա մենք կարող ենք այդ օրհնությունները վերցնելու ոլորտը մտնել։ И, следовательно, возникает вопрос, а что ж теперь с законом Моисеевым? Հետևաբար հարց է ծագում, իսկ հիմա ինչ եղավ Մովսեսի օրենքին։ Это близко к устареванию и старению. Դա մոտ է հնանալուն եւ ծերանալուն։ И как мы прочитали, близко к исчезновению, Եվ ինչպես ընթերցեցինք, մոտ է անհետանալուն, уничтожению. ոչնչանալուն։ И это с течением времени, исторически случилось разрушение храма. Եվ ժամանակի ընթացքում պատմականորեն գիտենք, որ տաճարը վերացավ, կործանվեց, И мы видим, что Тит, полководец, вместе со своим отцом Веспасианом в 69 году пришли в землю обетованную. եւ գիտենք, որ Տիտոսը ինչեր են Եվսեփյանոսի հետ եկան ավետյաց այդ երկիրը զորքով հրամանատարով И мы видим, что храм был спален, хотя был дан приказ, чтобы там, его оставить, но кто-то бросил зажигательную какую-то смесь и начался пожар. եւ այնտեղ ինչ է տեղի ունենում, թեև հրաման կար, որ տաճարը չկործանեն, բայց ինչ որ մեկը նետում է պայթեցնող վառող ինչ որ նյութը եւ տաճարը այրվում է։ И сам Христос предсказал, что так будет.
Եվ Քրիստոսն ինքն էլ կանխասել էր, որ այդպես է լինելու։ Пророк Даниил в 9 главе пророчества говорит о том, что прекратится жертва. Եվ Դանիել մարգարեն իր մարգարեության 9-րդ գլխում ասում է, որ զոհաբերությունը դադարելու է։ Плюс сам пророк, он является э, человеком, через которого Дух Святой говорит. Եվ դրան ավելացրած Դանիելն էլ մարգարե է, որի միջոցով Սուրբ Հոգին է խոսում։ И поэтому 29 августа 70 года от Рождества Христова Бог прекратил конец ветхозаветнему жертвоприношению. Ոստի մեր թվարկության 70 թվականին օգոստոսի 29-ին Աստված արդեն դրեց վերջը հին կտակարանյան զոհաբերությունների։ И это произошло также отчасти из-за того, что иудеи отвергли своего Мессию. Եվ դա ինչ որ չափով նաև տեղի ունեցավ այն պատճառով, որ հրեաները իրենք մերժեցին Մեսիային։ Поэтому Бог поставил, скажем, на паузу взаимоотношения с Израилем и создал церковь. Ոստի կարելի է այսպես ասել, որ Աստված Իսրայելի հետ ունեցած իր հարաբերությունները կարծես այդ պաուզայի դիրքի դրեց եւ սկսեց իր հարաբերությունները կառուցել եկեղեցու հետ։ Но и сейчас есть избранные из Божьего народа, которые принадлежат церкви. Եվ այսօր էլ Աստծո ժողովրդից ընտրյալներ կան, որոնք պատկանում են եկեղեցուն։ И Бог обещает в будущем великую славу Израиля. Եվ Աստված խոստանում է ապագայում փառահեղ ապագա Իսրայելի համար։ Перерыв. Միջման ժամանակն է։ Եթե տեղը հարմար է, հա, եթե չէ, Если вам удобно уже, вы в таком месте, что Ну, я удобно, думаю, да. будет удобно. Ну, 9 глава дальше. Հաջորդը 9-րդ գլխից ենք սկսել։ 19 Сколько- Աննա ջան։ Քանի? Сколько минут? 19 минут. 19. Хорошо. Поехали.